Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր պարոն Լևոն Շինյանի հետ։ Ողջույն եմ պարոն Շինյան, շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Պարոն Շինյան, ոմանք ասում են, երեք համենայն դեպս ասացին, որ Հայաստանը ամուսնացած է Եվրազեսի հետ եւ դիմելով եվրոպացիներին ասացին մեզանից ինչ եք ուզում եք որ ամուսնալուծվենք, հարցս հետեւյալն է, սա ինչ կատեգորիաներով խոսակցություն է եւ հաջորդը իսկապես Հայաստանը ամուսնացել է, մենք տեղյակ չենք կամ գուցե դուք տեղյակ եք, որ ամուսնացած եք, երբ ենք ամուսնացել։ Ում հետ։ Եվրազեսի հետ, Ռուսաստանի հետ երևի թե ենթադրվում է։ Այդ ոմանք էլ ասեցիք, սա այն տեսակն է հայության մեջ դժբախտաբար 150 տարի օդում թափառող, որը ինքնության իմաստով իրական ազգային մտածողության վերիմաստ չափերով հայ չի, այդպես դա դժվար ասելիք բան է, բայց այդպես է, որին ուրեմն Ռափայել Պատկանյանն ասում էր արմյաշկեքը, սրանք այդ արմյաշկեքն են, որոնք վարակվել են այդպիսի բանով, ես հիշում եմ, որ դա Ստեփանոս Նազարյանցն էլ է արտահայտվում, երբ 1861-2 թվականներին գրում էր, որ հայերս քաղաքականապես ռուս ենք եւ կրկնություններ եղել են, հիմա հայերս քաղաքականապես ռուս ենք, մտանք Բերլինի կոնգրես, դուրս եկանք ցեղասպանությունով, ուրեմն հայերս ամուսնացած ենք, այդ մասին է խոսքը, Ռուսաստանի հետ 1920 թվականի աշնանը Կարսը ռուսների ցանկությամբ հանձնեցինք Թուրքին, այս տեսակներն են, եւ երկիր հայտնվեց այս վիճակի մեջ, եւ հայերս այդպիսի ամուսնացած ենք, չգիտեմ ում հետ, Եվրազեսի հետ, Արցախը Ռուսաստանը գալադամորով հանձնեց Ադրբեջանին, կասկած կա։ Ուրեմն սա հիվանդ մտածողության հիվանդ դրսևորում է, բայց կա։ Այստեղով է մեղավոր պատմական իրադարձությունների ոչ ճշգրիտ ներկայացումը, ընդհանուր ասեմ, պատմաշինական գրականությունը։ Կա նաև ազդեցության գործակալներ եւ այն դա էլ առանց էշեր։ Հիմա ասենք հետեւյալը։ Հիմա իրենք ամուսնացած են Եվրազեսի հետ, բարի դա իրենց գործն է, բայց Հայաստանը չի ամուսնացել եւ ինչպես տեսնում եք, չի էլ ամուսնանում։ 4 տարի ես դաժան կռվի մեջ Հայաստանը ավելի անկախանում, ավելի է ամրապնդվում, ես դա փաստ է, ոչ թե այդ տեսակի համար ես ուզում եմ ասել եղբայր ուշացել եք, շատ արագ ամուսնան լուծվեք, որովհետև Պուտինը շատ արագ Թրամփի հետ է ամուսնանում, հետները օժիտ է տանելու ձեզ, ակնհայտ է, չէ, ընդ որում են ներկայացնում են իբր Թրամփը ձգտում է դեպի Ռուսաստան եւ Պուտին, Թրամփը ձգտում է Ռուսաստանը հանել Չինաստանի գրկից եւ հանելու է, սա է, այսինքն մնացածը ձևն է իրականացման, հիմա այս ամուսնացածները, այս արմյաշկեքը ինչ են անելու, ուրեմն սա հարցը կարող ենք փակել այս մասը, որ դա տահաճ խոսակցություն է, դա նաև հանձնարարություն է հավանաբար ռուսական, Կոպիրկինին պիտի հարցնել ինքն է ասել, որ այդպիսի հայտարարություն անեն եւ հաջորդը հերթական անգամ էս դժվարին, դաժան օրերին, երբ աշխարհում Սոդոմ Գոմոր է, ակնհայտ երևում է, չէ, ուրեմն գնալ այդպիսի հայտարարություններ անել եւ տարածել նրանց, որոնցից մենք արտաքին քաղաքական, մշակութային եւ այլն օժանդակության կարիք ունենք եւ ստանում ենք։ Սա գործ փչացնել։ Հիմա վերադառնամ ասի մենք ով ենք։ Այս հարցը կա։ Շիրազի խոսքը գալիս է, վերջը բաբո որն է մեր հայրենիք։ Ուրեմն այստեղ մենք ասեմ, որ այնտեղ բացադրությունը նաև կիսատ պռատ է, երբ որ տալիս են Եվրոպացում, չգիտեմ, լիցվածի էր կարծեմ, ես կիսատ եմ նայել, որ դա տահաճ խոսակցություն է, արժանապատվությունը վիրավորող եւ մեր պետականությունը ուրեմն ստորադասող իրենց բնազդներին։ Հիմա ինչն է հարցը։ Ուրեմն մենք Եվրոպայի մաս ենք, թե չէ։ Եվրոպա որպես աշխարհագրություն չէ, մշակույթ, քաղաքակրթություն, որտեղ
աշխարհագրորեն արևելքում ենք, սա ամփոփող է, չէ։ Ուրեմն բարեկամներ ասեմ, մենք Եվրոպայի մաս ենք, բայց դա շատ կիսատ պրատ է։ Այդպիսի Եվրոպայի մաս են նաև ռուսները Ուրալից արևմուտք, բայց եւ բելարուսները։ Մենք Եվրոպաստեղծ ժողովուրդ ենք, մենք Եվրոպա ենք կերտել։ Եվրոպան ստեղծվել է որպես մշակույթ քաղաքակրթություն մեր պարագայով, ավելի որոշակի է դարձել Արտաշես առաջինից մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակում եւ ոսկետար եւ այնուհետեւ մինչև Կիլիկյան Հայաստան, եթե պայմանական ասենք մի քիչ, բայց սկիզբ Արտաշեսի մոտ է, երբ որ նա ուրեմն հայկական ինքնատիպ մշակույթը տեղում եղած միախառնեց, միաձուլեց դարբասները բացելով հելենիստական մշակույթի հետ, բայց այս մարդիկ ինչ իմանան, երևի դոլարը երկրպագում են ռուսական ռուբլու համար բեռնում, սրանք հասկանալի մարդիկ չեն էլ, բայց դրա համար հիմա որպեսզի ապացույցը լինի հետևյալը ասեմ, սիմվոլիկա կա, քաղաքականության մեջ գիտեք որ սիմվոլիկան հանճարեղ դեր է խաղում եւ ասեմ հետևյալը, գնացեք Երուսաղեմ, այցելեք Տիրոջ գերեզման, Քրիստոսի գերեզման, Սուրբ Հարության տաճար եւ դուք կտեսնեք պայմանականորեն անշուշտ այդ տաճարը բաժանված է 3 հատվածի, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Հունական մասը ավելի մեծ է, որտեղ բյուզանդական կայսրության շրջան է ապրել, բայց ընդհանրապես դա կարևոր չի։ Այնտեղ եկեղեցի շենքը պայմանականորեն բաժանված է 3 եկեղեցիների միջև։ Մեկը հայաստանյաց առաքելական եկեղեցու մասն է եւ մեր հիմա ես գիտեմ որ դիտող ունենք, բարևում եմ, ողջունում եմ մեր հոգևոր ծառայության այն խոնարհ ծառաներին, որոնք Սուրբ Հարության տաճարի ուրեմն այդ բանի համայնքը գիշեր-ցերեկ ծառայում է հազարավոր տարիներ այդ տաճարում։ Ես բազմաթիվ անգամներ եղել եմ եւ այլն, դա մի ուրիշ աշխարհ է, ուրիշ բան է։ Երկրորդը հունական մասն է, բյուզանդական հունական մասն է, որտեղ տեղավորվում են երբեմն, եթե հույները կամենում են ուկրաինացիները, մենք բարյացակամ ենք ֆիզիկական իմաստով մեր եկեղեցին վրացիների հանդեպ, չնայած իրենք ուղղափառ են, մենք առաքելական ենք։ Երրորդ մասը լատինական մասն է, ու դրանով վերջանում ամեն ինչը։ Այսինքն ընդ որում ասեմ, որ տկիտության մեջ, ջահիջի մեջ լողացողների համար, թող չնեղանան այդ բառից, փոքր Գողգոթան մեր տարածքի մեջ է։ Հիմա սա բայց չեկիստին, կագեբեշնիկին, ուրիշի, չգիտեմ, կյանքով ապրողին ինչ բացատրես, բայց կյանքը պարտադրում, ուրեմն սա է մեր քաղաքական ընտրությունը, 3 հատված, 3 եկեղեցի, այսպես չէ, լատինական Ամերիկանը գիտեք եկեղեցին ինչ է, ահռելի, այս աշխարհն է, Եվրոպա եւ այլն աշխարհագրորեն, ուղղափառը Հունաստան, այնտեղ Բուլղարիա, դուրս է գալիս Ռուսաստան, Վրաստան եւ այլն, առաքելական մեր եկեղեցին ուրույն է, այնտեղ իր հետ են ղպտիները, մեզ հետ են հաբեշները եւ Մալիբու ինչ-որ բան կա, կարծեմ Հնդկաստանում է փոքր որոնք մեր եկեղեցու գերագայությունն ընդունում են, իրենք են ընդունում, ասորիներն անշուշտ, այսօրները։ Այսինքն ուզում եմ ասել, ահա մեր ընտրությունը քաղաքակրթական մշակութային առումով սիմվոլի մեջ, եւ ուրիշ տեղ չկա, վարիանտ չկա։ Կա երկրորդ մասը անշուշտ, որ ասեցի մեր պատմության ուրեմն քաղաքակրթական նիշի գրանցման առավելագույն կետերը անշուշտ Բաքրատունյաց Հայաստան եւ այլն շրջաններն են, անընդհատ զարգացել է քաղաքակրթությունը, բայց այնտեղ հզոր լիցք է ստացել 2 հանճարեղ հայերի ուրեմն ընտրությունով, Դրթատ Թագավորն եւ Գրիգոր Լուսավորիչը։ Դրա համար մենք Դրթատ Թագավորը մեծ ենք, մենք չենք ասում, ժողովուրդն է ասել։ Դրթատ մեծը, որոնք երկուսը Հայաստանը, որ ինքը արդեն քրիստոնեացել էր ժողովրդի մեջ հիմնականում, կատարեցին ակտը եւ աշխարհում կատարվեց հիմնականը, որն էր քրիստոնեությունը աշխարհում առաջին անգամ 301 թվականին հռչակվեց պետական կրոն, մեր աշխարհի այս մշակույթը, կրթությունը եւ այլն տեղափոխվեց այդ ճանապարհի վրա, որից հետո ծնվեց Աստվածաշունչը, ծնվեց
այն մշակույթ եւ այլն, որում ասեմ, որ այս սրանց այս անգետներին ասեմ շատերին, որովհետեւ ես ուզում եմ, որ իրենք մի հսկա մասով պոգվեն էլի իրենց այդ տխմար կապվածությունից դուրս գան։ Պարուս Սևակին կարդացեք, ինչ ասում է, ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող գրագետ եւ նորմալ մարդ համարվել։ Եվ այսպես շարունակ, Սևակի մասին է խոսքը։ Իսկ մեր երիտասարդությունը գիտեմ, որ ուրեմն Սևակի պաշտամունք ունի պոեզիայի, ուրեմն այսքան կարող է ասել։ Հիմա ուրիշ բան է, որ հանգամանքների բերումով ասենք մենք Արևելյան Հայաստանը հայտնվել է ռուսական կայսրության, այն ծավալապաշտական այդ բաների մեջ, ծավալումների մեջ եւ այլն, բայց դա մեր ժողովրդի ընդրությունը չի, դա ընդրությունը եղել է իբրև թե այսպես իրանական իրականությանը հակադրվելու, դա այդպես են գալվել սկզբից, բայց հետո շատ բաներ տեսան, որ այն Ռուսաստանը խաչապաշտ քաղաքագիրտ հայոց պետականությունը վերականգնող թեկուզ դաշնակից եւ այլն այդ Ռուսաստանը ոչ եղել է, ոչ էլ կա, ոչ էլ լինելու է։ Ուրեմն ուզում եմ ասել, սա քաղաքական աշխարհագրական հարցի լուծման տեսքեր ու ձևեր են, չեմ ուզում խորանամ, բայց դա մեր ինքնության հետ կապ չունի, ուրիշ բան կա։ Շատ ցավալի է, որ մեր ժողովրդի մի զգալի մասը նաեւ ուրեմն մի զգալի մասը դա իր ինքնությունից հեռացել է, իր ինքնությունից, դա մեր ինքնությունը չի։ Ես հիմա տարօրինակ մի բան եմ զգում, էլի համեմատություն։ Ուկրաինացիների ահռելի երևի 90% կարող հավանաբար ռուսախոս է։ Մեծացել է ռուսական գրականությամբ, բայց տեսնում եք ինչպես են պաշտպանում ուկրաինական լեզուն, Ուկրաինայի ինքնուրույնությունը եւ ժխտում են իրենց ցակման ռուսիների հետ համատեղելության հարցը։ Պատկերացնում եք, այսինքն, բայց ասենք, ինչքան որ ես գիտեմ, իրենք էթնո ցակման իմաստով մոտիկ ժողովուրդներ են շատ, եթե նույնը չեն, նույնն են ցակման իմաստով։ Ահա սրանք փախչում են եւ դաժան կռիվ են մեղում եւ ծնկի բերեցին Ռուսաստանին։ Արնակամ են արել, ճիշտ է, մեծ զոհողություններով։ Հիմա այդ ժողովրդի հետ որևէ առնչություն չունեցած մի ժողովուրդ կպել է ռուսից ու փոք չգալիս։ Սա ինչ է, չգիտեմ, սա պիտի փիլիսոփաներն հոգեբաները, ինչպես հայերին նկատի ունեք, հայհարկ է եւ հայախոս տարօրինակ է, որովհետեւ ասենք ենթադրենք ռուսախոս, անգլախոս եւ այլն, ասենք որ շատ բան հասանելի գուցե չի եղել, գուցե դա հնարավոր է, չնայած դա ես չեմ բնդում, բայց ասում եմ դա հնարավոր է, այ Ուկրաինան արժանապատվության, պետականության, ազգային հերոսության, զոհողության հայրենիքի հավատի եւ այլնի համար տալիս է դաժան կռիվ։ Ընդ որում դուք տեսաք, որ եկեղեցին առանձնացրին, չէ՞։ Եկեղեցին առանձնացրին ուկրաինացիները ռուսական մոսկովիտների եկեղեցու տիրույթից էլ հանեցին։ Հիմա սրանք ինչ են ուզում։ Ընդ որում մի բան էլ ասեմ, վերջացնեմ, չծավալվեմ, որտեղ դա հաճ է այսպիսի բաների մասին խոսելը։ Ենքան գրել են, թափած են գրքեր, բրոշուրներ, հազար մի տեղ, ամեն ինչը փաստարկված, դիտարկված եւ այլն։ Հիմա մենք ասեմ, որ մենք մոնոֆիզիտ ենք, մեր դավանանքի կիզակետում միաբնակ ենք, ուրեմն ուղղափառները եւ լատինացիները, ուրեմն դիոֆիզիտ են, երկաբնակ են, Քրիստոսի կերպի մեկնաբանության մեջ, բայց սրանց ինչ ասես, խաբար են, որ երևի ձեռները ինչպես մեր նախակոչվածներն են, ձեռը դնում է Աստվածաշնչի վրա, զբաղվում գանձագողությամբ եւ պետականքանդությամբ ծառայելով նաեւ իր տիրոջը որպես հետազատ իրավունք ունենա։ Բայց կարծում եմ անկախության այս շրջանը, այս պատմության այս թողբոհի մեջ մի քիչ բաղդոր վիճակից դուրս կգանք շատ ավելի այսպես բարձեցված։ Երեկվա հայտարարություններից մեկ այլ հայտարարություն կարող եմ առանձնացնել Եվրախորհրդարանի падգամավոր Ուշակովը, Նիլ Ուշակով կա այդպիսի մարդ, նա ասաց, որ
ձեզ Հայաստանին ժամանակ եւ համապատասխան ռեֆորմներ են պետք, որպեսզի գան միանան եւ դա անդամակցեն Եվրամիությանը, դա 1-2 տարվա գործ չէ։ Այո, իհարկե, երևի թե նա մատնանշում է, որ Հայաստանին արդիականացնելու առաջընթացի խնդիր ունի Հայաստանը եւ երևի թե իմ հարցս հետեւյալն է, արդյոք գիտակցում է կամ տեսնում եք, որ երկիրը գիտակցում է, որ առաջընթացի կարիք ունի, անկախ նրանից Եվրամիությանը միանալու համար է դա արվում, թե Հայաստանը ուժեղացնելու համար է պետք դա անել, բայց գիտակցումը կա, որ առաջընթացի խնդիր ունենք մենք, որ չեմ ասում լճացում, բայց դեպի ետ ենք ավելի շատ գնում, քան առաջ, ձեր գնահատականը։ Ուրեմն, որ կա դա միանշանակ է եւ դա ցույց տվեց նաեւ Հայաստանում այն քարյակին հիշում եք, մենք իհարկե չմասնակցեցինք բանին, ինչ որ հանգամանքներով, բայց քարյակը հավաքին չմասնակցեցինք, բայց քաղաքական ստրատեգիական ուղու որոշումը 4-ով ենք կայացրել եւ գնում ենք դեպի այդ մեր քաղաքակրթական, այսպես ասած, նաեւ դա քաղաքակրթական ճանապարհ է, զարգացում եւ այլն, եթե չլներ մենք դա չէինք անի, եվրոին իսկ հիմա եվրոինտեգրման հարցը շատ ավելի պիտի սիստեմավորած անել, արդյունավետ անել եւ շատ արագացնել։ Ինձ դուր չի գալիս հայկական դանդաղկոտությունը, Տալինի իշխանության մեջ, Տալինի հասարակության մեջ կամ էլ թոհուբոհով գործ անելը։ Այստեղ էվոլյուցիոն զարգացում է պետք։ Այսպեսի մի արտադրություն կա, էլի մտածել, երբ դանդաղ գործել արագ։ Այս սկզբում կպիտի կիրառվի եւ մենք այդ մատույցներում ենք։ Հիմա երբ կլինի գնահատականով երկու հանգամանք կա։ Մենք ստանդարտների իմաստով, որովհետեւ դրանք պիտի կատարվեն, մեր ժողովուրդը եւ մեր պետականությունը ինչքանով կհաջողեն այս ճանապարհին, ինչքանով արդյունավետ կաշխատեն մեկ, եւ երկրորդը միջազգային իրադրությունը ինչպիսի անակնկալներ կարող է մատուցել, կարծում եմ չի լինելու, բայց ենթադրենք դա պիտի, ինչպես ասում են, գրբանում ունենալ եւ արագացնել պլանավորված, հիմա պլանավորում բառից վախենում են մարդիկ, սոցիալիստական պլանավորում եւ այլն, բայց ասեմ, որ պլանավորում մենակ սոցիալիստական չի լինում, բայց դա թողենք, ծրագրավորված ասենք, որպեսզի բան չառաջանա։ Կառավարությունը, որտեղ դա կառավարության հարց է, գուսակցություններ անշուշտ գոնե որ քարյակը հաստատ թիկունք կգանգնի միանշանակ այդ հարցին եւ արդյունավետությունը պիտի բարձրացնեն մեկ։ Երկրորդը դա ուրեմն կենթադրի նաեւ երկրի կառուցվածքի տնտեսական կառուցվածքի կարևոր փոփոխություն է ենթադրում։ Օրինակ ասեմ, որ եթե արդադրական մենք հզորություններ տեխնոլոգիական վերազինումով չենք անելու, չի հաջողվելու։ Հայաստանում տնտեսությունը այն վիճակում չի, բայց սա ես ասում եմ օրինաչափություն, օրինակի համար ասեմ հետևյալը։ Մենք բոլորս հիանում ենք անշուշտ Միացյալ Նահանգների տեխնոլոգիական նվաճումներով, դա համաշխարհային քաղաքակրթության նվաճում է, բայց ինչպես իրենք կարողացան դա հաջողեցնել։ 1860 թվականներին, երբ որ Միացյալ Նահանգները դեռևս ագրարային հասարակություն էին եւ զարգացած չէին, որը մեկ Ամերիկայի մասին տնտեսության մասին չէր խոսում, 60-ական թվականներից ստեղծեցին արդյունաբերական տեխնոլոգիական հզորություններ եւ հիմա կա այն ինչ որ կա, այսինքն սկիզբը, այդ սկիզբը հիմա մենք կարծում եմ հիմա խաղաղ ժամանակաշրջան ենք ստացել, կառավարության խնդիրն է հասարակության օգնությամբ լավ նորմալ ելակետեր ստեղծել տնտեսության մեջ, գաղափարախոսության մեջ, եթե դա պետք է, ուրեմն հոգևոր ոլորտի մեջ այդ եկեղեցու հարցը կարգավորել, որտեղ մեր ժողովրդին խիստ անհրաժեշտ է հոգևորը, սա բոլշևիզմ չի, մշակութային եւ այլն այս բաները եւ շարժվել առաջ, բայց չդանդաղել։ Մանավանդ մենք ունենք ուրեմն հանքահումքային ռեսուրսներ, դա Սյունիքի Լեռնա հանքային ուրեմն հումքն է, որը կարծում եմ, որ դուրս պիտի բերի ռուսական ազդեցությունից, որտեղ Ռուսաստանը չի կարող սպասարկել նորմալ իմաստով տեխնոլոգիաներ չունի, եւ երկրորդը այդ սանկցիաներ, որ ասում են հանեն, չհանեն, դա 1000 տարի է տևելու։ Ուրեմն եւ արևմտյան ընկերությունների հետ գործակցել լավագույն պայմաններ ովքեր որ կառաջարկեն,
ուրեմն սա մեկ անպայման դա պիտի արվի եւ պետական կառուցվածքը պիտի կարգավորվի։ Օրինակ ես կարծում եմ, որ ստեղծած վիճակում պետության կառավարության կառուցվածքի մեջ արմատական փոփոխություններ են պետք, գիտատեխնոլոգիական մասը, ինժեներական աշխատանքի մասը առաջ մղելու համար, ասել եմ, կրկնեմ, մնում եմ համոզմունքս խորանում է, որ առաջին հերթին պետք է ստեղծել լուսավորության նախարարություն, մսուր մանկապարտեզ, մինչև այդ ավագ դպրոց այդ հատվածը իր սպասարկման ոլորտով առանձնացնել եւ իսկական ռեֆորմ անել կրթության, դաստիարակության, այն քոլեջային կրթության, առաջվա բաներ էլ չեն ուսումնարան եւ այլն, իսկ գիտության եւ տեխնոլոգիաների նախարարություն ստեղծել, որտեղից կարծում եմ ուրեմն գիտության պետական կոմիտեն պետք է դուրս բերել, որտեղ դա խանգարող հանգամանք է եւ այս ռեֆորմներն էլ որ հայտարարվել են, ես կառաջարկեի, որ դրանք մի տարի, երկու տարով այդ ռեֆորմների ծրագիրը կասեցնել, դրանց մեջ շատ հում բաներ կան, մի ամբողջ այդ տնտղել իրական այդ սպասարկման երկրի զարգացմանը այդ խնդիրները լուծել։ Մնացածը տեխնիկայի հարց է, որովհետև այստեղ ես մի բան եմ ասեմ, ինձ թվում է, որ քանի Ալիևը կենթանի է, բառի երկու իմաստով էլ, ուրեմն խաղաղության պայմանագիր չի լինելու, եւ նա չի ստորագրելու։ Եթե ասենք Թրամփը չկանչի եւ ուրեմն չհրամայի, կամ էլ նա չի կանչի ուղղակի, բայց թե աշխարհը զբաղված է շատ հարցերով եւ նա չի ստորագրելու։ Դրա համար ուրեմն կոնցեպտուալ իմաստով փոփոխություններ անել, անվտանգության հարցերով զբաղվել, ինչպես որ հիմա արվում է երկրորդ շերտով, Հնդկաստան, ուրեմն այստեղ Ֆրանսիան դառնում է ըստ էության Եվրոպայի գերակապետություն, երբ որ Միացյալ Նահանգները դուրս են գալիս։ Պատկերացնում եք, սա Աստծո կողմից տրված մեզ շնորհ է, որտեղ Ֆրանսիան գիտեք ինչ պետություն է դառել մեզ համար, երկրորդի մասին բան չունեմ ասելու։ Այնտեղ Հունաստան, Կիպրոս եւ նաեւ Չինաստանի հետ զենքի տեխնոլոգիաների հատկապես ուրեմն մատակարարման իմաստով այս հարցերը լուծել ուշադրությունը դրա վրա եւ մնացածը արկախել եւ աշխարհին բացատրել, որ այս չեկիստի տղան ոչինչ չի հասկանում, ավտորիտար է եւ այլն եւ նա ոչինչ անել չի կարող։ Այս բաները քանի որ ինձ թվում է, այսպես ասեմ, իհարկե ոչ ոգևորության իմաստով, Մայքլ Ռուբիոն պետ քարտուղար է, Ալիևը իր տեղը հանկիստ նստելու է։ Ոչ միայն դա, ես ուղղակի դա մի քիչ պայմանական եմ ասելու, այդտեղ բաներ չկան, եթե սահմանային դեպքեր չեն լինել, ոչինչ չի լինելու։ Բայց երկիրը պետք է այս ուշադրությունը բևեռել այս հարցերը լուծելու վրա եւ այդտեղ մենք ոչ թե կունենանք 10 տարի հետո արիմի աշխա, որը աչուծախ անընդհատ ուրիշի հովանավորություն կորոնի, այլ կունենանք մի պետություն, որը Լեհաստանի մոդելով կդառնա մոդելային պետություն, իսկապես կդառնա, եթե աշխատենք եւ կլինենք այսօր Կովկասի բանալի պետություն եւ դրա մեջ չմոռանալ երկու հանգամանք, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության աշխատանքը շատ պետք է արդյունավետ դարձվի, օրինակ ես ասել եմ, որ Միացյալ Նահանգներում հայախոս նոր համայնքը եւ նաեւ անգլիախոս, օրինակ Սան Ֆրանցիսկոյի հատվածում ցեղասպանության տարիներից առաջ էլ ահռելի հայություն կա, հիմա նրանք ընդգրկված են Հայաստանի հետ հարաբերության մեջ շատ քիչ, նաեւ իրար հետ։ Այս լոբիստական աշխատանքի կարգավորման մի կոմիտե ստեղծել, համակարգող եւ աշխատել մանավանդ վարչակարգի մեջ, դուք գիտեք 4 կամ 5 իսկապես Հայաստան իմացող, մինչև հիմա Հայաստանանպաստ գործանող գործիչներ կան եւ այս գործը շատ անել, մնացածների մասին չեմ ասում, իսկ կարծում եմ, որ մենք որպես այս Ռուսաստանի խապկանքից դուրս գանք, ես ոչ թե այն չի որ
ասենք չեմ ուզում կամ ուզում եմ, այս հարցերը թողենք, մենք որպես կանոն սիրել չսիրելով ենք խոսում, ուրեմն քաղաքագիտությունը մերժում է սիրելը չսիրելով, ամուսնությունը ամուսնալուծվելով, ուզում է թող գնա պարկի ամուսնալուծվի։ Չեխովը գիտեք ինչ էր ասում, ասում է Ռուսաստանի հետ բարեկամ լինել հնարավոր չի, կամ Ռուսաստանի տագն ես լինում, կաչ ես լինում։ Հիմա այս պարագայում կարծում եմ, որ մեր տնտեսական եւ այլ ակտիվությունը Հնդկաստանի ուղղությամբ բավարար չի, չնայած լավ է, հատկապես տեխնոլոգիաներ ունեն միջուկային լավ ֆիզիկա, հաշվիչ տեխնիկա եւ այլն եւ Հայաստան ունի որոշակի ինքը նվաճումներ, այսինքն այս կոմպլեքս գործը պետք է արվի եւ մնացածը ինքը իրեն կգնա իներցիոն ուժ կստանա եւ ունենք հեռախոսազանգ ընդունել եմ արդեն, այո, լսում եմ ձեզ։ Բարեզես Տիկին Արաքելյան, բարեզես պարոն Շիրինյան, երեկվա մենք նայեցինք գլենդելից եմ եստանքում երեկվա այդ ժողովը այդ հայտարարությունը հայտարարք ամուսնության մասին Հայկո Ամիջանյանի կողմից էր պատիվ ունեմի պատգամավոր եւ այդ հայտարարության համար իհարկե պետք է փոխարակվի եւ ընդհանրապես դուրս մղվի հայ քաղաքական դաշտից բայց նախ իմ հարցը ձեռագրել մի դարկում անեմ դուք ասացիք որ պետք է զարգանանք տեխնոլոգիապես տնտեսությամբ երեք այդ Եվրոմիսիան ներկայացուցիչները բարձ ասացին որ մենք ձեզ կօգնենք Հայաստան մենք ընթացքում մենք կանգնած կլինենք ձեր կողքին եւ դա ճիշտ է դուք պետք է հավանաբար իմանաք որ եթե մենք դիմում ենք Հայտի կամ ասոցիացիան նրանք ուղարկում են մասնագետներ նրանք օգնում են մեզ որպեսզի մենք զարգանանք մեզնից կախված է ընդհանրապես քաղաքական այդ ունենալ ուժ բայց ես ցանկանում եմ այդ Մամիջանյանի ասացի մեջ մի ճշմարտություն կար եւ ձեզ հարցայ տալ նա ասաց որ մենք ամուսնացած ենք որտեղ ԵԱՏՄ-ում ենք ասացեք խնդրեմ դուք հավանաբար գիտեք որ Պուտին ասաց մեր առևտուրը 16 միլիարդ է հասել Ռուսաստանի հետ դա մի քանի անգամ ավելի շատ է մենք ոչ թե դանդաղում ենք հեռանալ Ռուսաստանից այլ դեռ բանել հետդարձ ենք անում եթե ձեր կարծիքով մենք ամուսնացած չենք իշխանությունները ամուսնացած չեն եթե իշխանությունները իսկապես ցանկանում են հեռանալ Ռուսաստանից եւ գնալ դեպի Եվրոպա ինչու ենք մենք գնալով ավելացնում ձեր կարծիքով առևտուրը տնտեսական կապերը Ռուսաստանի հետ շնորհակալություն Եթե ինձ լսել եք դուք պիտի հիշեցնեմ որ անցած տարի այս օրերին էր երբ ես կուսակցության անունից պահանջում էի որ ֆերմերային տնտեսությունը տեղափոխել բարձր կառավարությունը հատուկ ծրագրերով աշխատանք անի եւ մենք այդ ռեֆորմը անենք ինքներս անենք մոտենանք այս բանով երկրորդը ուրեմն դա ես ինչ գիտեմ որ այդ բաժամիջոցների բարակայում ինչ որ դրական միտումներ եղան երևի եթե դա այդպես կարելի ասել երևի բիզնեսի աշխարհը եթե նկատի չունեն ֆերմերային տնտեսություն եւ այլն երևի հրաբուրվեց Ռուսաստանի վիճակից օգուտ քաղել այդ միջնորդի ֆունկցիա կատարող, որը բյուրոսյան հաղթանակ է, ես դրան չեմ հավատում, բայց հիմա կառավարությունը կանի թե չէ, ասեմ այսպիսի մի բան, գիտեք, մի բան է կառավարությունը, մի բան է օբյեկտիվ իրականությունը, եթե դա մենք չենք անելու, ուրեմն մենք դատապարտված ենք մեր ամեն ինչով, հետևաբար դա պիտի չենք էլ արել, մենք չէ որ չենք արել, կուսակցության ծրագիրը շատ հստակ բան ունի, մենք ունենք, ես վաղուց եմ գիտարդյունաբերական համալիրի մասին խոսում եւ այլն։ Ուրեմն դա պետք է շտապ անենք, բայց ես մեր հայրենակցի համար մի լրացում անեմ, հա, անշուշտ Եվրոպան կդրամադրի, ես կարծում եմ Միացյալ Նահանգներն էլ կդրամադրի, հեչ կասկած չունեմ, Հնդկաստանն էլ կդրամադրի, չեմ կասկածում, բայց մենք պետք է նաեւ տեղական մասնագետներին մեր տեղի մասնագետներին, մասնավորապես միջին տարիքի, հա, այն լավ գիտության, տեխնոլոգիաներ, որում հաջողություն ունեցողներին ընդգրկենք սրա մեջ, նաև սփյուռքի կարողությունները օգտագործենք ոչ շահարկման իմաստով, ոչ շահագործելու։ Սփյուռքը պիտի այդ վերափոխումների մեջ անպայմանորեն ընդգրկվի։ Պատկերացնեք ինչքան ռեսուրս կա, որը չի արվում, խոսում ենք։ Դրա համար ես նույնիսկ մի բան էի առաջարկել անցած տարի, ասում էի Փարիզում եկեք հավաքվենք միջուկային ֆիզիկա եւ տեխնոլոգիաների մասնագետներով եւ այնտեղ քննենք Հայաստանի զարգացման
այդ այն հնարավորությունները, որ տալիս է այդ ֆիզիկան եւ այլն, բայց դե ինչ ասեմ, կուսակցությունը մի բան է, հնարավորությունները բան մյուս բան է, բայց դե պիտի անենք դա։ Պարոն Շինյան, հարցի մեջ կար ձևակերպումը կարծեմ այդպեսին չէր, կա քաղաքական կամք կամ պարզապես կամք մեր իշխանությունների կողմից։ Թե ներողություն, ես հարցը ավելացնեմ այդ հարցին։ Նախ հարցնում էր կա արդյոք եւ որպեսի ինքնուրույն զարգանալ, եւ երկրորդը թե կա նույն այդ վախվորածությունը։ Երիտասարդ սերունդը կարող է նա տեսնում է այն ինչ այսօր կա։ Մենք տեսել ենք մեր ծաղկուն գիտությունը, ծաղկուն արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ մենք տեսել ենք ոնց է կամաց մարել եւ մենք այսինքն փակվել, սրընկացել, գիտական ինչքան հաստատություններ են սրընկացել, չխորացնեմ, այո, բոլորս հրաշալի գիտենք ինչքան ծաղկուն ենք ունեցել եւ այս պահին մենք նորից վերականգնվելու խնդիր ունենք, բայց մենք ունեցել ենք լավ մասնագետներ։ Հիմա տեսեք, Եվրամիությունը կամ եվրոպական երկրները ասում են մենք կգանք օգնենք։ Սփյուռքը ասում է մենք կգանք օգնենք, Սփյուռքի համար մեխանիզմ է պետք եւ հիմա ամենակարևորը կա արդյոք պետական մասնակցության ինչ որ ձևաչափ պետությունը անելիք ունի այստեղ։ Առաջին հերթին պետությունը պետք է անի։ Ես ընդհանրապես մերժում եմ այն տեսակետը, որ իշխանությունը կամ պետությունը, տեսություններ կամ ձեռները պետք է լվանա, կողքի կանգնի, լիբերալ տնտեսությունը շուկանին կզարգանա։ Դա նույնիսկ ասեմ, բանով Գերմանիան երբ վերականգնվեց, Յոզեֆ Շտրաուս կար Մյունխենում, նա ասում էր ճիշտ է, տեսականորեն կարելի է այդպես մտածել, բայց պետության կարգավորիչ ֆունկցիան անպայման պիտի մնա։ Մենք այդ տեսակետին ենք եւ հիմա ինչ որ եղել է, մենք որ մի սովորություն ունենք էլ անդադ անցյալով եղել է, էլի, ուզում եմ ասել դրա վրա չբևեռանանք, բայց շատ շտապ պիտի վերակարգավորվել, այդ ես գիտեմ այդ կամքի հարցը, ես ում որ ճանաչում եմ իշխանության մեջ, շատերին չեմ ճանաչում, բայց որոշում կայացնողների որոշ մասին ճանաչում եմ, ես գիտեմ որ կա այդ կամքը, բայց այստեղ մի բան կա, այդ համաշխարհային փոփոխության այդ վիճակ Ադրբեջանի հետ թույլ վիճակը, այս հարաբերակցությունը շատ հաճախ կասեցնում է, էլի երբեմն, բայց դա բացատրություն չի, ես դա չեմ ընդունում, ասեմ ինչու, որտեղ մենք ազգովի պիտի սովորենք գիշեր-ցերեկ աշխատել, անվտանգության հարցերը լուծելու հետ միասին նաև ձեզ մոտ քանի անգամ եմ ասել, որ հիմա ժամանակ եկել է ներքին զարգացման ազդակների վրա աշխատելու, որովհետև կարծում եմ պատերազմ վտանգ հեռացել է, այդ պատերազմ վտանգը չկա։ Մենք հիշում ենք անցյալը ոչ թե դրա համար, որ պարզապես հիշենք, այլ որպեսզի իմանանք, որ մենք կարող ենք այդ նույն տեղը գալ եւ ավելին բևեռանանք դրա վրա, Ես մի անգամ ուրեմն շատ հետաքրքիր բան ասեցիք, ասեմ հայկական մտածողության մասին, Գերմանիայից վերադարձած երկու երիտասարդի հետ զրուցում էինք, նրանք ասում էին, որ նե պրոբլեմը, որ մենք այսպես չենք զարգանում Հայաստանում, իրենք Հայաստանից էին 10 տարի առաջ գնացել, ասեն դուք ասեք, թե ես այնքան եմ ասում, որ ասենք ինձ մոտ կան, ասեք գիտեք ոնց է, ասում է Հայաստանում մարդը քայլելուց, մենք որ առաջ ապրում ենք աշխատում, մտածում ենք ինչպես շրջանցենք օրենքը, այսինքն նեգատիվ է մտածողությունը, օրենք խանգարում է, չէ, նոր սերնդի մասին է խոսքը, որ Գերմանիայում աշխատում ապրում է, ասում է էներգիա բիզնեսմեն է, այստեղ ծախսում ես, ինչպես կարողանաս բիզնեսդ հաջողեցնես, Գերմանիայում ասում է մտածում ես ինչպես որ այդ պրոբլեմը չունես, այսինքն եթե 80% ուղեղիդ աշխատանքը այստեղ այդ շրջանցումների համար ես մտածում, այնտեղ 20%-ն է որ բարդությունների մասին, այնտեղ կոնստրուկտիվ ես մտածողությամբ։ Ինձ համար ինչն է տարօրինակ, աշխարհում շատ տարօրինակ բաներ կա, ամենամեծ համայնքներ ունեցող ժողովուրդը եւ Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում եւ այլն չի կարողանում այս մտածողության փոփոխությունն անել, մեզ մտածողության նեգատիվ հատվածից դրա համար ասի անցյալը, ուրեմն պոզիտիվ հատվածի պետք է անցնել, մանավանդ կյանքը պարտադրում է մեզ, մենք ոչ չենք որոշել մեր այս երկրի այս հատվածներ գործնենք ունենալով թույլ պետություն, մեզ թույլ պետություն թույլատրելի չի, բարձ է, հիմա էլ ասում եմ, Հիմա ժամանակն է, այդ էր ասելիս, որ ասել է, ինչ վար արել է, հիմա կառավարությունից երևի պետք է պահանջենք, որ ինքը հստակ
ծրագրերով գյուղատնտեսության հատկապես ոլորտ այնտեղ է խնդրեմը, ուրեմն ինքը պետք է օգնի ֆերմերային տնտեսություն ունենանք, էլի հսկա դուք գիտեք, որ ես շաբաթ չկա, որ մարզերում չեմ լինում, քանի 4 տարի է երևի կամ 5, ուրեմն ահռելի քանակությամբ հողատարածքներն անտեր են բառացիորեն, խոթարքերը հենց այնպես գնում են, տեսեք Հայաստանի խնդիրն ինչ է, ազգաբնակչության մեր հայրենակցի համար եմ ասում նաև, ահռելի կուտակում կա մայրաքաղաքում, պիտի իմանան մարդիկ, մայրաքաղաքը դարձել է մետաբոլիս մեծ չափերի իմաստով, որտեղ ոչ մի հարց ըստ էության չի լուծվում, որտեղ կարողությունները, բայց գումարը եւ այլն այստեղ է հավաքված շինարարությունը, բնակարան եւ այլն։ Ուրեմն ինչքան եմ ասել, որ մարզերը պիտի զարգացվեն, այ օրինակ մոտավորապես մոդելային ասեմ, եւ մարզերը ես գիտեմ, մենք ունենք թե որ մարզերում ինչ կարելի է տեղական հումքի առանձնահատկության վրա աճեցնել։ Մենք մարզ կենտրոնները պիտի մոտավորապես հասցնենք վերաբաշխումի ճանապարհով դեմոգրաֆիական, ուրեմն Ալեքսանդրապոլի, Գյումրի չեմ ուզում ասել, ես ուզում եմ ասել հայերենով խոսենք էլի, Գումարի կամ Գյումրի կամ Լեննագանի չափ մի քաղաքներ պիտի ունենանք, Վանաձորն է, Բարձ է, Պարոն Շինյան, դրա համար եւ գյուղատնտեսություն պետք է լինի, եւ գործարաններ պետք է լինեն։ Ամեն ինչ պետք է լինի, այսինքն կառույցները պետք է։ Այնտեղ հավյուտ ձվի պատմությունն է առաջանում, դա չունենք, նա չի լինում, նա չունենք, նա չի լինում։ Դրա համար ասեցի ծրագրավորումով նպատակադրումով մարզերը պիտի բարձրացվեն Երևանի դերը քանակը եւ այլն կրճատվի եւ դա հնարավոր է օրինակ Սյունիքը կարելի է բնակեցնել ինչքան եմ ասել այնքան ազատ բնակարաններ կան ես մեր ժողովուրդը սիրում է հավաքվել այստեղ եւ այլն պատկերացնում եք Ալավերդի սա անունը պետք է փոխվի Ալավերդի պատկերացնում եք ես աշնանը այդ քաղաքում էի եւ մարդիկ ասում էին գնանք Երևան շինարարության վրա աշխատենք ասում լսեք այս բնությունը այս հարստությունը վանդե լավ ասում է Այսինքն այս հոգեբանություններ պիտի փոխվի, բայց դա հոգեբանություն չի փոխվի, եթե գործնական առաջարկներ չլինեն եւ չարվեն։ Ուրեմն դրանով մենք դուրս կգանք, այսինքն այսպես ընդհանրական ասեմ, հա, ինչ եղել չի եղել, մենք այսպես բան ենք անում 4-րդ հանրապետության ստեղծումը, որպես իսկական գեր ժամանակակից պետականության, որի համար միջազգային Ֆոնն էլ արդեն դրական է, մեր դուրն է թագում, այդ համարձակությունը պետք է ունենանք եւ ստեղծենք ինչ որ է, այո, Եվրոպա եւ այլն, բայց մեր կապիտալ եւ այլն հայկական կապիտալը, հայկական հայությունը պիտի մասնագիտ լինի, բայց ոչ նվիրատվության իմաստով։ Շնորհակալություն։ Այժմ գովազդային դադար հայտարարենք եթերում, այնուհետև մենք կխոսենք այդ 4-րդ հանրապետության մասին եւ կխոսենք այն մասին, թե ինչպիսին նախ ինչու եք անվանում 4-րդ հանրապետություն եւ մնացած հարցերը արդեն գովազդից հետո։ Գովազդը եթերում մնացեք մեզ հետ, կընդունեմ հեռախոսազանգերը մեծ սիրով։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը դեղերի աշխարհում։
Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Լևոն Շիրինյանի հետ, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր։ Պարոն Շիրինյան, գոհացից առաջ մենք սկսեցինք խոսել, դուք ասացիք 4-րդ հանրապետության մասին։ Եթե մենք խոսում ենք դրանից վաղ, որ չգիտեմ որքանով եք համաձայն, թե ոչ, որ քաղաքական որոշումները Հայաստանը ինքնուրույն չէր կայացնում։ Ես հարց եմ ուզում տալ, իսկ տնտեսական այժմ այդ 4-րդ նախ ինչ ասել է 4-րդ իշխանություն, ինչով եք տարբերում 3-րդ իշխանություն, 3-րդ ներողություն հանրապետությունը 4-ից, առաջինը 4-ից եւ ամենակարևորը Հայաստանը այսուհետև ինքնուրույն եւ քաղաքական եւ տնտեսական որոշումներ, ոլորտում որոշումներ կարողանալու է կայացնել, թե ոչ։ Մի ուղղում անեմ, որ ես երբեք չեմ ասել 18 թվից հետո, որ Հայաստանում քաղաքական որոշումները ինքնուրույն չեն կայացվում, որովհետեւ կայացվում են։ Դրանով ես հասցրեցի ձեր կարծիքը։ Ես 18 թվա հեղափոխությունից հետո մարդիկ հիմա այդ տերմինն ուզում են մոռացած լինեն, բայց այս հեղափոխության այդ փաստը ինձ համար արկա է եւ քաղաքական որոշումները կայացվել են Հայաստանում։ Դրա համար էլ մենք որոշակի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա ունենք, նոր դաշնակիցներ ունենք, այդպես ասենք էլի, հիմա տարբեր եւ այլն, եւ ունենք ճանապարհաշինված Հայաստան։ Այս շատ կարեւոր է։ Այսպես հիմա պարտադիր չի անընդհատ բացասականն ասենք։ Ուրեմն տեսեք ինչ կա։ Ուրեմն մենք ունեցել ենք առաջին հանրապետություն, որը ռուսական օկուպացիայի տակ անցավ եւ սովետականացավ։ Դա առաջին։ Երկրորդը ունեցել ենք սովետական Հայաստան, որը ուրեմն սովետի հետ գնաց։ Երկրորդը եղավ։ Հիմա ասում են սա ինքնուրույն է, թե չէ, կարևոր չի այդ թվի համար։ Երրորդը մենք ունեցանք մի պետություն, որ շատերս ուզում էինք, որ իրականում հայ ժողովրդին արժանի պետականություն լինի, բայց ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանում ձևավորվել է լութոկրատ իշխանություն։ Դա գողապետությունն է, դա լատիներեն տերմին է, լութոկրատիան, եւ դա քաղաքագիտություն է, ոչ թե բամբասանք է։ Իր ամեն ինչով, որը հանգեցրեց հեղափոխության հանգեցրեց։ Եվ այդ հեղափոխությունը կարծես թե հնարավորությունները բացեց զարգանալու, լինելու, ինչ որ է, բայց ինչ կատարվեց։ Կատարվեց ուրիշ բան, կովիդը վերատվեց, դա օբյեկտիվ էր եւ կովիդի հետ նաեւ Լավրովի պլանով Հայաստանի հայ ժողովրդի վրա եղավ ադրբեջանական ագրեսիա, որը հովանավորեց մեր դարավոր հարազատ եղբայրը։ Եվ այսպես, որից հետո ինչ-որ բաներ էլ արվեցին հիմա, բայց այդ շրջանում ես ձեզ մի բան հիշեցնեմ, էլի։ 1996 թվականի հոկտեմբերի, բառացի եմ ասում, 11-ին, հոկտեմբերի 11-ին Գոլս Արմենի այս բանում, ուրեմն թերթում ունեմ մի հոդված, հիմա էլ կա, չգիտեմ, բայց գրադարներում կա թերթը, վերնագիրն այսպես էր, Призрак национальной революции։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ կեղծեց ընտրությունները եւ երկրորդ փուլը թույլ չտվեց, ես վերլուծեցի իրականությունը եւ ասի, որ այսուհետ Հայաստանի օդում ճոճված է մնալու հեղափոխության ուրվագանը, ով որ չէ նոյեմբերի 11-ին։ Հիմա կարող են գնալ նայեն։ Ինձ ասում էին, ես ինչ ես կարել, ասում էի
Սա մենք դուրս թռանք օրբիտայից այն զարգացման ընտրություն եւ այլն, կրկնեմ գոլս Արմենի ուրեմն 96 թիվ ընտրություններից հետո էր, ընտրությունները սեպտեմբերին են չէ եւ նոյեմբերի 11-ին։ Դա Վազգեն Մանուկյանի հետ կապված ընտրություններն են, որտեղ դուք համարում եք ինքն էր տեխնացուն, միացյալ տեխնացու էր, իրեն էլ մենք կողքից զսպում էինք, որ դու մենակ տեխնացու չես եւ այլն, եւ համախմբում կար համազգային։ Այսինքն դուք ֆիքսեցիք առաջի դեպքը, երբ որ ընտրությունները խախտվեցին։ Ես վերլուծեցի եւ Ռուսիայից բնաբան էի վերցրել, այսօր էլ մնում եմ այդ համոզմանը, որ ժողովրդի չհաստատած օրենք չէ։ Այսինքն հիմա այսպես մի խոսքով призрак национальной революции, այրեն ասեմ, ազգային հեղափոխության ուրվագանը, որը շրջելու է այնքան, մինչև Հայաստանում ինչ-որ մի բան լինի, որ փոփոխություն, որ եղավ հեղափոխությունը։ Հիմա դրա համար իմ համոզումներն ուրիշներն են։ Հեղափոխությունը նկատի ունեք 2018 թվականը։ 18 թվականի, ուրեմն այդ հեղափոխությունը եղավ, խաղաղ էր թե ինչ էր, դա ուներ առավելություն, ունեցավ նաև բացասականներ, որտեղ հեղափոխությունները եթե արմատական չեն լինում, բայց մի կողմից էլ խուսափում ես արճակատումից, արյունից եւ այլն, մի խոսքով ինչ որ եղել է։ Հիմա դրանից հետո մենք կորցրեցինք շատ բան կորցրեցինք, մեր հայրենիքի հսկայական տարածքը, այսօր այնպես են խոսում, ոնց որ դա արևելյան Հայաստանը չի, արևելյան Հայաստանի հատվածը մեր մշակույթը, մեր ժողովրդի նաև միլիարդավոր դոլարների հարստություն, զենք եւ այլն, էլի։ Հիմա դա քաղաքականության արդյունք է, որից հետո բարձր դա առաջին բաղադրիչներ, դա Մոսկվայի պլանով պիտի ջախջախվեինք, որ այստեղ էլ իշխանափոխություն անեն, հեղափոխությունը չեղարկեին։ Երկրորդը չկարողացան անել եւ հեղաշրջում չեղավ, այստեղից է գալիս, որ այս մարդիկ մնացել են Ռուսաստանի հետ ամուսնության այդ անարգ մահիճում, հասկանում եք ոնց անկողնում են մնացել, չեն էլ դուրս գալիս, որտեղ չեն կարող, որտեղ դուրս գալը կմաքրի ամեն ինչ։ Բայց ինչ եղավ այդ շրջանում, մենք կարողացանք բոլոր դեպքերում մեր անկախ պետականությունը ուրեմն փրկել, ճիշտ է դժվար վիճակում, վտանգավոր վիճակում, բայց անկախությունը սովետական Հայաստանի այն ուրվագծերով կար, ընդ որում այստեղ մի բան ասեմ, այդ բլեֆները որ կան անկախը, սա Մոսկվայի դաշնակիրը 100%-ով աշխատել է այս օրերին, որովհետև Մոսկվայի 21 թվականի մարտի 16-ի պայմանագրում Հայաստանի սահմաններն այնքան են, ինչքան որ կան, Արցախ, Նախիջևան չկա։ Այս էլ բլեֆ է, ուրեմն ռուսներն ու թուրքերը այս ամբողջ ընթացքում հարազատ են մնացել անօրինական Մոսկվայի դաշնագրին, շատ բլեֆներ չանեն։ Այն օրն էլ Ֆրանսիայի դեսպանը, որ ասեց Ալմատի այդ որոշումն է, ոռնոց են դրել, այն էլ առաջի կարգի չեկիստներով, որովհետև բացվում է, թե ինչ է կատարվել։ Բայց մենք սովետական Հայաստանի այս վիճակը, այսպես ասեմ, աշխարհագրությունով բանով կարողացանք փրկել մեր ժողովրդի տոկունության շնորհիվ, ուրիշ բան չի եղել, եւ քաղաքական ռազմական ղեկավարության այն գործողություններով ինչ որ եղան, լավ թե վատ, մենք դա արել ենք։ Հիմա ուրեմն այս բոլորը մեզ չի տարել դեպի զարգացում մեծ, հակառակը կորուստներ են եղել է նաև նոր սերունդ է եկել, բայց մենք այդ ընթացքում պատերազմից հետո ինչ կարողացանք անել։ Արտաքին քաղաքական ուղեկիցը արմատապես փոխեցինք։ Դուք պատկերացրեք 16 թիվ Հնդկաստան, Հնդկաստանը ինչով էր հայտնի Հայաստանում, Գոմեշի միս էին բերել եւ բանակը կերակրել, չէ՞, այս նախագաները, այդպես չի։ Ուրեմն Գոմեշի մսով կերակրում էին հնդկական Գոմեշի միսեր, աղմուկներ շատ ընկավ եւ այսպես բանակ այդ վիճակ, գեներալներ, որոնք Մոսկվայի հնարման կատարեցին եւ խանգարեցին ինքնապաշտպանության, բայց մենք բոլոր դեպքերում մեր բանակը իր հիմնական մասով կարողացավ մեծ զոհողություններով, կորուստներով կանգնեցնել եւ հիմա ունենք ինչ-որ ունենք այսօր։ Ունենք, բայց հիմա մենք միջազգային հարաբերություններ ավելի լավ վիճակի մեջ ենք, դե այսօր կարող ենք խոսել, 2 տարի առաջ չենք կարող խոսել, որ ունենք նաև վերազինում բանակի, վերակառուցում, վերակազմակերպում, հատկապես ինձ
ճիշտ է մարդկանց շատ է բանակի զենքի մատակարարում, ինչ որ ես հրապարակված բաներ եմ ասում միշտ նման բան, այդ բոլորը ինչ որ ճիշտ է, բայց շատ կարևոր է Միացյալ Նահանգները բանակի վերակազմության մեջ դեր են ստանձնել, այսա շատ կարևոր է, այսինքն մենք եւ անվտանգության առումով էլ դուք գիտեք Ադրբեջանը խրվել է, Ադրբեջանը սրվել են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններ, ինչ որ է, այս պարագայում կարծում եմ, որ անվտանգության շեմը զգալիորեն բարձրացել է, ուրեմն մենք պետք է վերադառնանք այն պետականությանը, որի մեջ կա բարոյական արժեք, Հեգելն ասում էր, պետությունը առաջին հերթին բարոյական արժեք է, դա մեր քրիստոնեական մեր դավանանքի մեջ է, նաև մյուս եկեղեցիների, այսինքն չամաչենք աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական գրոն հրճակած ժողովուրդ է, այսօր առանց բանի կարող է ասել, որ այո, քրիստոնեական ոչ թե հավատի մասին է խոսքը, այլ արևմտյան արժեհամակարգը դա է էլի քրիստոնեական, որտեղ մենք ստեղծող ենք, ասեցի, ուրեմն այս արժեհամակարգով գիտարդյունաբերական, տեխնոլոգիական եւ ագրոտնտեսության Հայաստան պետք ունենանք, որի մշակույթ շատ բարձր պետք է լինի։ Մենք ունենք շատ բարձր մշակույթ։ Այսպես ասեմ, հա, մեր սաղմոսների կամ չգիտեմ ինչի մագարտակով կամ եւ այսպես մի քիչ պատկերավոր եմ ասում, ավելի շուտ ես կասեի Արամ Մարտիրոս Սարյանի եւ Մինասի կտավների վառ գույներով եւ Արամ Խաչատրյանի այդ ինչու եք չորրորդ հանրապետություն, այո, ասում։ Ուրեմն նրանք տապալվել են, նրանք ոչ ժողովրդական են եղել, մենք գիտենք ընտրություններն ինչպես են եւ վերել են փակուղի են մտցրել։ Հիմա եթե որը մեկ կարող է պնդել շարունակենք լավ լինի, շարունակենք լավ չի կարող լինել։ Դրա համար այս ցուցիչները պիտի տնտեսության մեջ ինչպիսի տնտեսություն, տեխնոլոգիաների մեջ ինչպիսի, որը մեր աշխարհագրության եւ մեր արժեվ կանգնած խնդիրներին կհամաձայնեն, կրթություն ինչպիսի կրթություն, այսպես շարունակ, ինչպիսի մշակույթ, բարձր մշակույթ եւ սփյուռքի հետ ինչպիսի հարաբերություններ, որտեղ իհարկե հայրենասիրություն բան պիտի լինի, բայց դա գործարար հիմքերի վրա պիտի լինի։ Այս խնդիրները այս պետականությունն այլևս լուծել չի կարող, նա ինքը լավ է, վատ է, դերը խաղացել է եւ պետք է հրճակենք այդպիսի բան, եւ պարտուղականության այդ շրջանը պիտի վերանա։ Հիմա օրինակի համար հիշեցնեմ շատ լավ է, որ Ֆրանսիայի հետ մերձեցում կա, այն էլ այդ մագարտակով 1958 թվականին Ֆրանսիան նույն ճգնաժամներ ապրում Ալժիրի պատերազմից հետո եւ այնպիսի այլասերված եւ կաշառակեր կոռումպացված գեներալիտետ ուներ, որոնք իհարկե մերոնց համեմատ գույսեր են, բայց դե ուներ եւ այսպես գեներալ դե Գոլին նշկան այսպես պատկերավոր ասեցի, եմ ասելու դիմեցին թե արի Ֆրանսիան վերականգնի, այսպես հա, որովհետեւ Ֆրանսիան չի կարող, մենակ այսպես է Հայաստանը կարող է, հա Ես կարծում եմ դա սխալ մտածողություն է։ Ֆրանսիան չի կարող մնալ այս վիճակի մեջ եւ նման բաներ էլի։ Եվ առաջարկեցին, որ ինքը գլխավորի Ֆրանսիայի վերականգնումը։ Ինչքան ես գիտեմ, Ֆրանսիան պայման դրեց։ Ես գալիս եմ, բայց պիտի 5-րդ հանրապետությունը չչագի, որովհետեւ դա ինչ որ եղել է, դա 5-ը 4-ը այդ պատմական շրջապուրն անցել են եւ այլն։ Եվ հրշակեց ուրեմն Ֆրանսիայի այն հանրապետությունը, որի նախագահ այսօր շատ բարեհաճ է եւ այդ պետությունը մեզ հետ գրեթե դաշնակից է։ Նույնն արել է նաեւ Ավստրիան, հայերի պահպանողականություն էս հարցում չեմ հասկանում։ Ասում են ազգային պետություն։ Ապերեք այդ նորմալ քրիստոնեական արժեհամակարգերի վրա ստեղծում ենք պետություն, դրանից ազգային պետություն չի կարող լինել։ Գերմանիան ձեզ օրինակ եւ շնորհավոր ԿԴՄ-ի հաղթանակը մեր զուգահեռ է, չէ՞։ Ֆրիդրիխ Մերցը, ես քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը իմ ընկերների հետ ստեղծել եմ գերմանական մոդելով, որի մասին ասել եմ, մոդելով։ Այնպես որ շատ հաճելի է, որ նա հաղթանակ տարավ եւ Եվրոպայում ֆրանս-գերմանական դաշինքը շատ ուժեղացավ։ Ուրեմն վտանգն անցել է, կարմիր վտանգ անցավ։ Հետևաբար Ուկրաինան նաեւ
թիգունք ստացավ, իսկական թիգունք, այնպես որ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն, պարոն Շինյան։ Ուրեմն մենք մեր տնային աշխատանքը եւս անենք եւ զարգացնենք մեր պետությունը։ Իհարկե։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաեւ ձեզ, որ մեզ հետ եք այս ընթացքում, մեր հարցազրույցի ընթացքում։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն էր մեր զրուցակիցը։ Զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը։ Բարին ձեզ։